տարածաշրջանում Իրանի շուրջ ուրեմն իրավիճակի լարումից հետո եւ ռազմական գործողությունների սկսումից հետո բոլոր վերաբերելի երկրներում մեր դեսպանությունները բերվել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, կապ է հաստատվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, այդ թվում եւ քեթեժ գծերի միջոցով եւ հիմա ուղիներ են փնտրվում, այսինքն այդ բայց սկսած նրանց անվտանգ Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն իրականացվել, իհարկե բարդություններ ակնհայտ են, փակ թռիչքային զոնա է հայտարարվել գրեթե բոլոր այդ վերաբերելի երկրներում, չեղարկվել են թռիչքները, մի սպეციფიკա կա, օրինակ Միացյալ Արաբական Էմիրությունները ցամաքային սահման ունի Օմանի հետ եւ օգտվելով այդ հնարավորությունից մենք կազմակերպել ենք եւ կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխումը Միացյալ Արաբական Էմիրություններից դեպի Օման, որտեղ նաեւ կազմակերպում ենք, որտեղից արդեն թռիչքները Մասկատից Երևան։ Հիմա որն է արտաքին գործերի նախարարության դերը այս ամբողջ պատմության մեջ, դուք հենց այդ եք հարցնում, կրկնում եմ, ուրեմն խոսքը շուրջ 400 կիլոմետր ճանապարհի մասին, ահա տրանսպորտային տեղափոխության կազմակերպումը ընկերություններ գտնելը, վճարելը նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունն է հոգում այդ տեղափոխությունը, նրանց անվտանգ անցումը Միացյալ Արաբական Էմիրություններից դեպի Օմանի Սուլթանություն, նրանց հասցնելը մինչև օդանավակայան, ձևակերպումների կազմակերպում, իհարկե նաև թռիչքների թույլտվությունների ստացումը արտաքին գործերի նախարարության կողմից են կազմակերպել որոշ դեպքերում ավիաընկերությունների հետ բանակցելով եւ այլն, եւ հետո արդեն քաղաքացիները կարող են այդպես վերադառնալ, արդեն 3 եւ այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 Հայաստանի Հանրապետության քաղաքացի է վերադարձել, վաղնել է դրված թռիչք, հաջորդ օրն էլ, դրա հաջորդ օրն էլ, իհարկե նաև մեծ հավանականությամբ կարող են թռիչքները վերագործարկվել նաև Դուբայից եւ Աբու Դաբիից, բայց իհարկե այսքանով ամբողջը չի սահմանափակվում, սպეციფիկաներ կան, այսինքն մենք կապի մեջ ենք մշտապես մեր բոլոր գրեթե քաղաքացիների հետ, նայեք, Օմանում ունենք 2 քաղաքացի, որոնք ցանկություն չունեն վերադառնալու։ Հիմա, չգիտեմ, նաև հեռավոր արևելքից 2 քաղաքացի եկել են Օման եւ այնտեղից արդեն տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Իսրայելում ունենք 15 քաղաքացի, որոնցից 5-ի հետ մշտական կապի մեջ ենք, ուզում են վերադառնալ, Քուվեյթում ունենք 17 քաղաքացի, նրանց հետ կապի մեջ ենք, ուզում են վերադառնալ, առայժմ հնարավոր իրատեսական ուղիներ չկան, բայց բոլորը անվտանգ են, բոլորը նորմալ են, Դոհայում ունենք քաղաքացիներ, առայժմ վերադառնալու հնարավորություն չկա, բայց բոլորը ապահովված են հյուրանոցներով, սնունդով, Դոհայում մնացած քաղաքացիներից 2-ը դեղորայքի կարիք են ունեցել, դեսպանության ուրեմն միջոցներով այդ դեղորայքը հասցվել է, ավելորդ ասել, որ նույն Օմանում, նույն բոլոր տեղերում ամբողջ արվել է նաև դեսպանությունների միջոցով, Լիբանանում կրկին ուրեմն բարի համույթ կար, որը արդեն վերադարձավ վայրէջք կատարեց Երևան, էլի Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանության ջանքերով եւ ուղեկցությամբ հասցվել խումբը օդանավակայան, Վիետնամում ունենք քաղաքացի մեկ, որը ունի Բահրեյնում մշտական կացության իրավունք, որը ցանկություն չունի ընդհանրապես վերադառնալու, միևնույն ժամանակ ունենք 17, եթե չեմ սխալվում, քաղաքացիներից բաղկացած խումբ, որը Հնդկաստանում ունենք 117 քաղաքացիներ, որոնք այնտեղ են տուրիստական նպատակներով եւ Sevan Startup ուրեմն սամիթի ծրագրի շրջանակներում ուղիներ ենք փնտրում նրանց վերադարձնելու։ Շրի Լանկայում ունենք քաղաքացի, այսինքն բոլոր տեղերում նախ կապ ունենք եւ երկրորդ փորձում ենք հաճախ ստացվում է, մյուս տեղերում ուղղակի անհնարավոր, որտեղ թռիչքների փակ զոնա է եւ այլն։